Հայաստանի արտգործնախարարը թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ շատ մոտ ապագայում հարաբերությունների կարգավորումը իրատեսական է համարում։ Զուգահեռ նաև հավելում, Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմաններից չի հրաժարվում։ Մոտ 3 ամիս է փաստաթուղթը համաձայնեցված է, բայց Ադրբեջանը այն ստորագրելուց առաջ պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Ըստ Միրզոյանի, իրենք ադրբեջանական կողմի հետ հատկապես վերջին դեմ առ դեմ հանդիպումներին ադրբեջանցի պաշտոնյաներին փորձում են բացատրել մասնավորապես այն, թե ինչու հիմնավոր չեն Հայաստանի սահմանադրության վերաբերյալ նրանց մտահոգությունները։ Մենք միաժամանակ նաև ասում ենք, որ նայեք, այս պատճառով դա խնդիր չի։ Բայց եթե խնդիրը կա, քիչ առաջ նկարագրեցի, սենց լուծում եւ այլ մեր հանդիպումների մեծ հաշվով իմաստ եւ հիմնական խոսակցությունը վերջի շրջանում, հատկապես տեքստի ուրեմն համաձայնությունից հետո ըստեյության այս ոգով եւ այս ոճով է ընթանում, բայց սա ընթացքն է, չկա որևէ շոշափելի արդյունք, որը ես կարող եմ հիմա ձեզ ներկայացնել։ Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ նաև Մինսկի խմբի լուծարման հայտարարություն ստորագրել։ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Երևանից պնդում են, թե այն Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։ Իսկ ստորագրումից հետո, եթե սահմանադրական դատարանը հակառակ որոշում է կայացնի, Հայաստանում հանրաքվե կանցկացվի։ Եթե Բաքուն հակառակ Երևանի այս բացատրությունների նախապայմաններից չի հրաժարվում, ինչ հիմք ունի արտգործնախարարի լավատեսությունը, որ մոտալուտ ապագայում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Ազատության այս հարցին արտգործնախարարը կրկնեց նույն միտքը, թե ինքը տեսնում է կարգավորման համար բացված պատուհան։ Այո, իսկապես իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինստիտուցիոնալիզացված խաղաղություն ստորագրել պայմանագիրը եւ գալ ընդհանուր հայտարարի այդ եւ հարակից մնացած հարցերի շուրջ։ Ինչքանով կարող իրականանա այս իմ տեսած հնարավորությունը, դա իհարկե բոլորովին այլ հարց է։ Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցում նախարարի լավատեսությունը եւս հնչեց առանց կոնկրետ հիմքերի։ Այստեղ ավելի քան 3 տարի է կողմերի միջև քննարկումներ կան, բայց մինչ այս պահը ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ թղթի վրա են։ Ինչ փուլում են սահմանազատման աշխատանքները։ Հարցը նախարարին ուղղեցին թե ընդդիմադիր պատգամավորները, թե լրագրողները։ Կես տարի է սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են գործընթացը շարունակել հյուսիսից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից եւ այնուհետեւ հարավային ուղղությամբ հյուսիսից հարավ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ Նախարարն ասաց, այս պահին քննարկումները մեթոդաբանության շուրջ են։ Եթե դուք ուզում եք ասեք, վայ, այդ process-ը կանգնելա, մտելա փակուղի, չի ընթանում, չի լինելու, այդպես չի, ընդհանրապես այդպես չի։ Այսօր էլ քննարկումը ընթանում, ես բառացի ասացի, կարող եմ կրկնել, այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև եւ հուսով եմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա նաեւ այդ գործընթացը կշարունակվի։ Արարատ Միրզոյանը այսօր սահմանազատման իրականացումը ներկայացնում էր որպես մի գործընթաց, որը երկար քննարկումներ է պահանջում։ Մինչդեռ անցած տարի գարնանը Տավուշի հատվածում այն իրականացվեց 2 ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Ընդ որում առանց կանոնակարգի հաստատման Բաքվին 4 գյուղ վերադարձվեց։ Սահմանազատման շուրջ գլխավոր հարցը մնում է ադրբեջանական զորքերի դուրսբերումը հայկական 208 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքներից։ Ադրբեջանից հայտարարել են այդ տարածքներից դուրս գալու մտադրություն չունեն։ Արդյոք Բաքվի հետ կա ըմբռնում այդ հարցում։ Նախարարը պնդեց սահմանազատման կանոնակարգով խնդիրը լուծվում է։ Ով ինչ հայտարարի, չհայտարարի, իրավական գործընթացը մնում է իրավական գործընթաց։ Այդ թղթով է գնում։ Կապրենք, կաշխատենք, կապրենք, կտեսնենք, որ շատ տեսական հարցնում ենք, իսկ կարա սենց լինի, իսկ կարա նենց լինի։ Դուք հուսով եմ լրագրողները գոնե համաշխարհային լուրերին հետևում եք։ Այդպես չի, որ ամեն ինչ տրամաբանությամբ եղած կանոններով է տարբեր բաներ են տեղ ունենում այսօր աշխարհում։ Երևանն ու Բաքուն ըստ Արարատ Միրզոյանի շարունակում են քննարկումները նաև տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման շուրջ։ Այստեղ էլ Միրզոյանն ասաց, հայկական կողմը շահագրգիռ է, որ օր առաջ համաձայնության հասնեն։ Ավելին նշեց մեկը մյուսի հետևից նոր առաջարկներ են անում Բաքվին, բայց դրական արդյունքների մասին կրկին ոչ մի խոսք։ Երբեմն տեսնում ենք հակառակ առաջարկներ իհարկե, որոնք
մեզ հիմք են տալիս կասկածելու, որ արդյոք հենց այս սկզբունքների ուրեմն շրջանակներում են պատկերացնում բոլորը դա ենթակառուցվածքների ապաշրջափակում, բայց այստեղ եւս խոսակցությունը շարունակվում է եւ կան 1-2 կառուցողական գաղափարներ, որ այսօր քննարկման են, տեսնենք ոնց կստացվի։ Հայ-ադրբեջանական գործընթացում միակ օրակարգը, որի շուրջ նախարարը հստակ գնահատական հնչեցրեց գերիների վերադարձի հարցն էր։ Երևի են եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես ուրեմն ասի կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ Վերջին բանը, որ եղել է շոշափելի, դրանից հետո խոսակցությունը անշուշտ եղել է եւ այսօր էլ կա, բայց չի հաջողվել, չեմ պսակվել հաջողությամբ։ Վերջին բանը, եթե ես չեմ սխալվում, կոպի շրջանակներում ուրեմն մեծ փոխանակություններ, դրանից հետո չի ստացվում եւ այստեղ երևի ոչ մեկս էլ մեծ ուրեմն ուրախ լուրեր հայտնելու ուրեմն տեղ չունենք։ Մեկ հարց էլ կա, որ ըստ Միրզոյանի առհասարակ չեն քննարկում Բաքվի հետ։ Դա Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերադարձի մասին ամենաբարձր մակարդակով Բաքվից հնչող պահանջներն են։ Սրանք Հայաստանի արտգործնախարարը որակեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք։